Ես ատում եմ այդքան շատ բաների միջով ընտրություն կատարելը։ Բարև, ես Ջենին եմ եւ այսօր ես թույլ կտամ, որ արհեստական բանականությունը ինձ ամեն ինչ հարցնի։ Հարցրու ինձ ինչ-որ բան Ջենիի հետ։ Առանց ինչի չես կարող տնից դուրս գալ։ Ես չեմ կարող տնից դուրս գալ առանց ականջակալների, որովհետեւ ես սիրում եմ երաժշտություն լսել։ Երբ ես քեզ ամենաուժեղ զգում։ Ես ինձ ամենաուժեղ եմ զգում երբ Blackpink-ում եմ։ Կողքիս ունենալ իմ աղջիկներին եւ զբաղվել մեր սիրելի գործով։ Բեմի վրա ելույթ ունենալը, երկրպագուների հետ շփվելը, կարծում եմ, այո։ Ո՞րն է եղել ձեր ստացած լավագույն արդյունաբերական խորհուրդը։ Դե ես շատ խորհուրդներ եմ ստացել կյանքումս, բայց վերջինս պատրաստվում եմ համաձայնվել, որ կարող ես դանդաղեցնել եւ խնայել ժամանակդ։ Ո՞րն է քո ամենասիրելի հիշողությունը նկարահանման հրապարակից քո վերջին նախագծի նկարահանումների ժամանակ։ Վերջին անգամ երբ ես նկարահանման հրապարակում էի, կարծում եմ, մեր շատդաուն տեսահոլովակի համար էր, Blackpink-ի համար, եւ մենք 4 օր չքնեցինք եւ ստիպված էինք նկարահանել մինչեւ վերջ, եւ կային շատ խորեոգրաֆիաներ անելու, որոնք մենք իրականում սովորում էինք դադարների ժամանակ, այնպես որ այո, դա շատ հիշարժան էր։ Որ վայրն ես դու տուն անվանում։ Այսպիսով իմ տունը շներիս ու ընտանիքիս հետ։ Երբ ես քեզ ամենաստեղծագործ զգում։ Ես միշտ սիրում եմ ստեղծագործել, ամեն օր, եթե դիտում եմ ինչ-որ բան, եթե լսում եմ ինչ-որ բան, փորձում եմ ոգեշնչվել, բայց վերջերս պետք է ասեմ, որ աշխատում եմ Blackpink-ի համար նախատեսված Born Pink նոր ալբոմի վրա։ Պարզապես ստուդիայում եմ աղջիկների եւ մեր պրոդյուսեր Թերիի հետ։ Շփվում եմ, որտեղ էլ որ խոսակցություն ունենանք, այնտեղ էլ որտեղ որ խոսակցություն ունենանք, այն դառնում է մեր պատմության մի մասը։ Այնպես որ կարծում եմ, այո, ստուդիայում լինելը, ստուդիայում լինել է։ Ո՞րն է քո սիրելի լուքը, որը դու կրել ես։ Շանելի լուքը, որը ես կրել էի անցյալ մարտին Փարիզում։ Ես հագել էի սև փքուն բաճկոն, Շանելի նուրբ լոգոտիպով, համապատասխան հավաքածու, մինի կիսաշրջած կիստի եւ կորսետի ներսում։ Ես պատրաստեցի այս շատ սիրուն հյուսված մազերը, որը երբեք չէի փորձել, բայց պարզվեց, որ իսկապես հիանալի է։ Ինչ շատ դուր եկավ, եւ ես ունեի փոքրիկ ժապավենաձև գուլպա բարձրակրունկ կոշիկներով։ Ով է քո ամենամեծ չիրլիդերը։ Իմ ամենամեծ չիրլիդերը, ժամանակի թիվ 1 չիրլիդերը իհարկե մայրիկս է։ Եվ կարծում եմ, որ մենք, աղջիկներս, սիրում ենք միմյանց աջակցել եւ միշտ աջակցել նրանց կյանքում տեղի ունեցողին։ Ո՞րն է քո սիրելի հաճելի ուտելիքը։ Իմ սիրելի հաճելի ուտելիքը դոդոնկին է, եւ դուք կարող եք փնտրել այն։ Այնպես որ իմ սեփական դոդոնկին ամենուրեք ճամպրուկումս եմ տանում, որպեսզի կարողանամ ուտել այն ճանապարհորդելիս, աշխատանքի վայրում կամ տանը, այնպես որ այն գրեթե ամեն օր պայուսակումս է։ Որոնք են այն 3 բաները, առանց որոնց դու չես կարող ապրել։ Ես ատում եմ այդքան շատ բաների միջով ընտրություն կատարելը։ 3 բան, առանց որոնց ես չեմ կարող ապրել, առանց ընտանիքիս, ընկերներիս եւ երկրպագուներիս։ 3 հավելված, որոնք ինձ անհրաժեշտ են կյանքումս։ Ինչն է այն, որ մարդկանց մեծ մասը չգիտի քո մասին, որ շատ եմ ամաչում, երբ անգլերեն եմ խոսում, եւ հարցազրույցների ժամանակ չեմ կարծում, որ մարդիկ գիտակցում են, թե որքան նյարդային եմ ներսից, եւ ես իրականում բառացիորեն դողում եմ ներսից։ Բայց այո, փորձենք զուսպ մնալ։ Ինչով ես ամենաշատը հպարտանում։ Ես ամենից շատ հպարտ եմ ինձնով։ Բայց գիտեք, երբ հետ եմ նայում մինչ այժմ արված բոլոր աշխատանքներին, դա իսկապես զարմանալի է, որովհետև ես իսկապես ժամանակ չունեմ գնահատելու այն ամենը, ինչը իմ երազանքն է եղել, որին ես հասել եմ։ Այնպես որ այո, երբ այդ պահերն անցնում են, ես իսկապես հպարտանում եմ ինձնով։ Շատ շնորհակալ եմ էլ այսօր ինձ հետ շփվելու համար։ Ցտեսություն։